Հայաստան չեն բացառում, որ մայիսի 16-ին հնարավոր է հանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարությամբ է հանդես եկել, նշելով, թե հանդիպելու ժամանակն է։ Ավելի վաղ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետականի խորհրդի նիստում 3 պայման էր դրել բանակցությունների վերսկսման համար՝ հետաքննության մեխանիզմների ներդրումը, հասցեական հայտարարությունները և երաշխիքները, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։ Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը կարծում է, որ հայկական կողմը բանակցություններին վերադառնալով հրաժարվում է իր ներկայացրած 3 պահանջներից։ Դժվար է հասկանալ Սերժ Սարգսյանի քայլերը։ Հայկական կողմը ընդհանուր առմամբ դիրքային առումով մեծ փոփոխություններ չի կրել, բանակցային տեսանկյունից, Հայաստան կարող է երկար պահանջներ ներկայացնել, այդ նույն պահանջները, որովհետև իսկապես Ադրբեջանն է խախտել ստատուս քվոն ու հարձակվել է ու Սերժ Սարգսյանը պահանջներ, որ մատնացույց արվի, ստեղծած իրավիճակի մեղավոր 3 պահանջներից մեկը դա է, բայց դա չի կատարվել ու Սերժ Սարգսյանը զիջել է, որ իր պահանջը չկատարի ու Ադրբեջանը չճանաչվի, այսպես ասած, մեղավոր կողմ, ով հարձակում է սկսել։ Իդեպ դա բոլորին է հայտնի, այդտեղ երկրորդ հաշ չի կարող լինել, նույն Ռուսաստան Ադրբեջանի դեսպանը Մոսկվայում հայտարարել է, որ իրենք են հարձակվել, դա փաստ է բոլորի համար, որ Ադրբեջանն է հարձակվել ու մեղավոր կողմն է, սակայն եթե Սերժ Սարգսյանը զիջում է կատարում գնવા բանակցություն, այդտեղ մեծ սխալ կա, որ առանց մատնացույց անելու կրկին երկու կողմը, հայկական և ադրբեջանական կողմերը հավասար, այսպես ասած, դիրքում են հայտնում։ Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը համոզված է, որ բանակցություններն այլընտրանք չունեն և դրանց պետք է մասնակցել, սակայն Սերժ Սարգսյանը պետք է բացատրություն տա իր առաջ քաշած նախապայմանների մասին։ Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ այդ հարցը ուղղվի մամուլի քարտուղարին կամ հենց Սերժ Սարգսյանին, որ ինքը բացատրի և ինքը պետք է բացատրություններ տա, թե որքանով են այդ նախապայմանները, որ ինքը առաջ է քաշել, այսինքն որքանով են բավարարված, որ այս հանդիպումը կարող է տեղի ունենալ։ Կարծում եմ, որ հիմա այլ գործ չպետք է անի մամուլի քարտուղարը, քան հասարակությանը բացատրի և հիմնավորումներ տա այդ հարցի շուրջ։ Վլադիմիր Կարապետյանը կարծում է, որ սպասվելիք հանդիպմանը միայն հրադադարի ռեժիմի պահպանմանն ու վերահսկողության մեխանիզմների ստեղծման հետ կապված հարցեր չէ, որ քննարկվելու են։ Ինչպես նաև չկա այլընտրանք ավելի խորը բանակցությունների, վստահ եմ նաև, որ ոչ միայն այդ վերահսկողության հարցն է դրված լինելու, այլ նաև հենց բուն պայմանագրի մադրիդյան փաստաթղթի կամ ձևափոխված տարբերակի իմ մոտ այնպիսի տպավորություն կա, որ կողմերը շատ ավելի մոտ են համաձայնությանը, քան էին 2 ամիս առաջ և դրանով է պայմանավորված նաև համանախագահ երկրների շատ բարձր մակարդակով, արտգործնախարարների մակարդակով մասնակցություն այդ հանդիպմանը։ Սարգսյան-Ալիև հանդիպումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա մայիսի 16-ին Վիեննայում։ Իդեպ սա առաջին անգամը չէ, երբ Սարգսյանի խոսքն ու գործն արտաքին քաղաքականության մեջ տարբերվում են։ Դեռ 2009-ին նա հայտարարել էր, որ ինքը Թուրքիայի հետ Հայաստանի հավաքականի պատասխան հանդիպումը նայելու հրավերը կընդունի, եթե այդ ժամանակ սահմանը բաց լինի կամ հայտնի լինի դրա բացման օրը։ Իսկ ամենահայտնի օրինակներից էր մեկ գիշերում Եվրամիության հետ բանակցությունները տապալելն ու Եվրասիական միությանն անդամակցելու որոշումը։ Սերժ Սարգսյանը խոստացել էր նաև լինել Երևան-Ստեփանակերտ առաջին թռիչքի ուղևորը։